Բարի ողջույն ժողովուրդ։ Այսօր մեր վերջապես է նորից հեռախոսային զանգերի օրն է։ Դուք մի բան տեղեք, որ այս զանգերին պատասխանում ենք։ Ես գիտեմ, որ ինձ գրում են, շատերին հաճելի չի, որ ուրիշների կյանքը լսում են, բայց դա էլ է հետաքրքիր, դա էլ իր իմաստն ունի։ Որ դուք տեսեք, որ ձեզանից ավելի վատ խնդիրներ ունեցողներ են լինում, եւ թե ինչպեսի խորհուրդ եմ տալիս, թե իրենք ինչպես են անում, հետո մեզ զանգահարում են, ասում են, շնորհակալ են լինում, որտեղ բավականի բաներ կատարվում է։ Ինչ շատ գրում են, ասում են, որ լսեցինք ձեր խորհուրդը։ Ես չեմ ուզում ռեկլամ արածելնեմ գովազդեմ ինձ, բայց ուզում եմ իմանալ, որ այս ծրագիրն չի, որ հիմա կազմակերպել են, շատ տեղին է, արդյունավետ է, օգուտ է ու շարունակություն է։ Հիմա իմ հերթական թռուցիկը մի քիչ հուզիչ բան եմ ասում, բայց ինչի որ սա ասում եմ, սա մտածել է տալիս, դեռ չգիտեմ ինչ հարցեր կլինի, ինչպիսին է լինում ալինի, դե գիտեք հիմնականում ծնող երեխա հարաբերությունն է, մամաները մտածում են իրենց երեխեքի մասին կամուսնանա թե չէ, երեխա կունենա թե չէ, Հայաստանը լքի թե ոչ, բոլորն էլ ասում են ոչ, բայց շատ են գնալու շատ կգնան Հայաստանից, ճիշտ բան չեն անում, հետո հետ կգան։ Մարդ պետք է գնա, այս հոգու մասին եմ հիմնական խոսում ննջեցավների համար, որ պետք է գնան, այս այն մարդկանց մասին եմ ասում, որ այս աշխարհից գնում են, այս ֆիզիկական աշխարհից։ Մարդ պետք է գնա, երբ եկել է ժամանակը։ Ոչ մեկի վրա, որ դու չես կարող ասել, այս կեր, այն կեր, այս լավ է, քեզ սենց պահի, որտև երկար կապրես։ Ամեն մարդ իր ծրագիր ունի։ Այն մահը, որ գալիս է չոքում է տրան դիմաց, ինչ ուզում ես արա, ինչ ուզում ես արա։ Ինքը արդեն եկել է, որ քեզ տանի։ Մի հատ էլ, մարդ պետք է գնա, երբ եկել է ժամանակը, որքան էլ ցավ լինի, գնալը պետք է լինի։ Գնալը գնում է, պահը մոտենում է անհետանալու, այո, մեր աչքից անհետանալու է, որտեղ մենք չենք, ինչքան էլ մենք մեզ մխիթարենք ու հանգստացնենք, որ հոգու գաղափարը գոյություն ունի, այո, բայց արի տես, որ մենք մեզ խաբում ենք, մենք մեզ մխիթարում ենք, մենք մեզ հանգստացնում ենք, որտեղ այդտեղ մենք չենք տեսել, ինչքան էլ կարդանք, ինչքան էլ պատմեն, ինչքան էլ այս կողմից ասենք, դեռ ոչ ոք դա չի տեսել։ Չնայած դե մի փոքրիկ բացատրություններ տալիս է այդ կլինիկական մահն է, որ համարյա բոլորը նույն բանն են տեսնում, որ այդ խողովակով գնում են, հետո ժամանակը չի ընդեղ, ասում են դու հետ գնա, մեկին կա տանում է, մեկին կա պահում է։ Չգիտեմ, ամենից դաժանը քո գերեզմանը չգտնելն է, այդ այն հոգին, որ պտտվում է։ Քո տեղը չգտնելը ավելի վատ է, ապագայից ու ներելուց, սիրտս կոտրված հայլի է, որտև հայլին մարդու թարսի գաղափարն է, ամբողջ աշխարհը համարվում է ծոր հայլիների թագավորություն, հայլին միակ ճիշտ դատավորն է, եթե դու ինքդ անկեղծ ես, քո հետ պետք է լինես, բոլորը բոլորին խաբում են, չկա մարդ, որ չխաբի սուտ չխոսի, այն մարդը երբ ասում է ես սուտ չեմ խոսում, այդ արդեն սուտ է, ինքը արդեն խաբում է, ես կարասկոպը այնքան ցույց տալիս է մարդու իրական դեմքի ինքո վրա, բայց այնքան զգուշ պետք է ասվի, որ այդ վատը մարդուն չասի, ինքը վատ չլինի, ես տեսնում եմ շատ հատկապես ում Լուսինը գտնվում է կարիճ համաստեղությունը, որ իրանք շատ են խաբում, դրա համար ասում եմ միամիտ ստեր, դու խաբում ես ինքնապաշտպանության համար, թող այդպես լինի ու թող իր մեջ էլ մտածի, մարդու սիրտը կոտրվում է, երբ իր հարազատը իրանից գնում է ու ինչի ընդհանրապես մարդիկ շատ ծանր տանում այդ մարդկային կորուստները, հատկապես հայերի մոտ, որովհետև մենք բոլորս իրար ֆիզիկապես են կապնված, իսկ այդ ֆիզիկապեսի կապը անջատելը շատ ծանր է։ Կարոտը միան հողն է մորանում, իսկ կարոտը խեղդում է մարդու։ Գոյություն ունի մտքի էգո, այդ մարդկանց էգոն եսն է գիտենք, և սրտի էգո,
Ներումը գիտելիք կա բարձրագույն։ Եթե մարդ ներում է, դա բարձրագույն գիտելիք է։ Դու կարող ես ներել այն մարդկանց, ովքեր քեզ վիրավորել են, չար բաներ են խոսել, հետևից ստորություններ են արել, շատ ստոր բաներ են արել, կարող ես իրանց ներես, բայց իրանց հետ չխոսաս։ Բայց ներել ու հարկավոր չի բոլոր հետ է խոսել, հարկավոր էլ չի շատ ընկերներ ունենալ, դա պարտադիր չի, որտեղ չարությունը կա, ստորությունը կա, դրանք միշտ էլ պետք է լինեն, միշտ, կյանքը տենց է։ Հանիր վերև ու կարդա հոգևորին հասնելու համար։ Դու քո հոգևոր արժեքները բարձրացրու, իսկ հոգևորը ես շատ եմ դա բացատրում, դա եկեղեցի գնալ չի, դա իրական աշխարհի իրական կյանքը տեսնելն է, որ մարդիկ դա չեն ուզում տեսնել։ Այսպես։ Հիմա պատասխանենք, մտածեք ինչ որ ասեցի։ Հիմա տեսնենք ով ինձ զանգ է տալիս այսօր։ Ալո։ Բարև ձեզ, Տիկին Լուսա։ Բարև ձեզ։ Միշտ ձեզ հաղորդումները նայում եմ, հետևում եմ։ Հետևեք, լավ հետևեք։ Հա։ Ասեք, անուն ինչ ասեք, ձեզ ներկայացեք։ Հա, անունս Կարին է, տղայիս համար եմ անհանգիստ եմ նրա համար, ուզում եմ իմանամ ինչ է սպասվում էլի, գործի հետ կապված շատ խնդիրներ կան։ Ինչ անումը չի ստացվում, ինչ անումը բոլորն են ասում։ Ասեք տղայի տարի թիվը ասեք, ծննդյան տվյալներն ասեք։ Հա, ծայրահեղ տղա է, ինքը իր էությամբ ծայրահեղ տղա։ Ես մի բան ասեմ ու բոլորին ասեմ, քանի որ զանգերի հիմնական ծնողներն են զանգ տալի իրանց երեխեքի համար։ Մեծանում են, 21 տարեկանը անցավ, մամաներին, մեր հայ մամաներին միշտ թվում է իրանց երեխեքը հələ 10 տարեկան են։ Չեն ուզում մտածել, որ երեխան մեծացել է, հասունացել է, իր ճաշակ ունի, իր ինքնուրույնություն, իր գաղափար, արդեն անհատականություն է առանձին։ Բայց մաման ուզում է իր կամքը թելադրի, իր ուզածով լինի։ Անտե ինչի չի ամուսնանում, ինչի չի։ Չեմ կարող տղայիս ամուսնացնեմ։ Թեկուս աշխատանք է, մասնագիտությունը, ինքը պետք է գտնի իր մասնագիտությունը։ Հիմա մեկին դարբին է տված, մեկին կոշկա կար, բայց բոլորն ուզում են դառնալ մինիստր։ Տես չի լինի։ Չէ, ինքը պրոֆեսիայով ինժեներ է։ Հիմա ես նայեմ, նոր կասեմ ձեզ։ Տեսնում ես, դու իրան խանգարում ես, շատ ես խանգարում։ Այդ եղջյուրը ու Լուսին էլ իր խեցգետին, արդեն տվեց ապազիցաներ։ Ինքը քեզ սիրում է, կուզեն ամեն ինչ քո ասածով անի, քեզ ցավ չպատճառի, բայց դու իրեն խանգարում ես։ Հանգիստ թող, իրոք հանգիստ թող։ Լավ հայր կլինի միջալուց։ Այս պահին հիմա չի իմանում ինչ անի, ուզում է տեղափոխվի, այս աշխատանքի պահով չգիտեմ։ Ուր տեղափոխվի։ Ուր տեղափոխվի։ Տեղափոխվի իրական օջախ, բայց այս պահին գործի առաջարկ ստացել, չգիտեմ, չի կողմնորոշում, ինչ անի, մնա, գնա, ինչ անի։ Բայց ուր Հայաստանից գնա։ Չէ, մնա Հայաստանում։ Կարինե, մի հատ ինձ ասա, ուր է ուզում ինքը որտեղ է, որ պետքա տեղափոխվի հայրական օջախ։ Ինքը Երևանում է, ուզում է տեղափոխվի, բայց չգիտեմ, Գյուղում եք, դուք ռայոնում եք։ Հա, ռայոնում։ Հա, այնտեղից ուզում է գատեղ, որ ինչ անի, որ գատեղ ինչ անելու։ Դե չգիտի ինչ պետք է անի, որ գա։ Հիմա տես այս պահին չկա։ Նյարդային է, նեղվում է, չգիտեմ, էլի չի կողմնորոշում, ինչ անի, ինչ չանի։ Նախ առաջինը ինքը լավ ուժեղ մերկուրի ունի, մոլորակ է, դե խելքի աշխատանքի, գիտելիքի մոլորակ է համարվում, ինտելեկտի։ Հիմա ըստեղ ինձ բաներ տրված է, ինչ որ իրեն տրված է, բայց մարդիկ դա չեն անում։ Ամենից առաջին ինքը պետք է լեզուներ սովորի, ինքը գիտի լեզուներ, օտար լեզու։ Հա, ռուսերեն գիտի, անգլերեն քիչ։ Թող սովորի անգլերեն։ Թող օտար լեզու սովորի, որտեղ իրեն տրված է, բայց մարդիկ չեն անում, օտար ազգիների հետ աշխատել։
արտասահմանյան կազմակերպություններ աշխատի, կարող է տանը նստածել կոմպյուտերով աշխատի, մինչալուց ապարատուրան իրան լավ է, ծրագրավորը, ապարատուրաներ ունի, ստեղծել է, էդ իրան լավ է, չի ստաս, ինչ-որ մի բան խանգարի, ինչքան է տարիքը լինում, չեմ կարողանում հիմա 25 տարեկան է, հա, մի րոպե, այդտեղ ապարատուրան լավ է, իրա մոտ ամեն ինչ կբացվի, կկարգավորվի հաջորդ տարի ամրանից, հիմա չի լինի ոչ մի բան, եթե ուզում է գա նստի հորական օջախ, թող գա, ձեզ կօգնի, հող կմշակի, մի բան կանի, համ ու պաներ կուտի, շատ հեռու է, ինքը այս ինիկվա ապարատուրաներով 3D իրան էտ է լավ, միջև որովհետև հիմա չի լինի, հիմա որ ասեմ հիմա վաղ ինքը պետք է աշխատանքը փոխի ու մի տեղ ընդունվի, իրոք չի լինի, որտեղ հիմա իր այդ շրջանը չի եւ իմչալուց իրան էլ տրված է ինքնուրույն գնալ առաջ, լեզուների տիրապետում է իրան տված, որ պետք է լեզուներ սովորի, նորագույն տեխնոլոգիա է հաջորդ տարի սկսվելու եւ ինքը դրա մեջ է լինելու ու իր ուղեղը աշխատում է այդ ուղղությամբ ու լավ կլինի, իրոք լավ կլինի, միայն անձնական է մի քիչ չի, բայց ինչ իմիջալուց իրա կինն էլ իմաստուն կին է տրված, հանկարծ չասես էդ ինչ կեշկնիկ ես ուզում, բայց ինք իմաստուն է լինելու, նորմալ, բարսագույն ավարդ քո տղային, դեկրետում է, Կարինե, քո տղայի մոտ ամեն ինչ դասավորվելու է, 25 տարեկանը այդքան մեծ չի հիմիկվա պայմաններում, որ ասում ես այս ժամանակաշրջանում, բայց իրա մոտ այդպես է, որտեղ այդ եղջյուրներին միանգամից բան չի լինում, ծայրահեղ 50-50 նշան է, ինքը ծայրահեղ նշան է համարվում, բայց տեղ ունի ինքը հագին աղեղնավորը նշաններ, որ նպատակային է, ինքը իր առջև պետք է դնի նպատակ, հիմա էլ լավ շրջան է մասնագիտության ընտրելու, քանի հիմա Մերկուրին գտնում է աղեղնավորում, միջև ամսվա վերջը կտևի, հիմա թող ինքը լավ քչփորի, ինտերնետը քչփորի տեսնի ինչ նոր ծրագրեր կան ու իրա միանգամից, միամիտ ինքը գտնելու է ու դա կշարունակի, որտեղ հաջորդ տարի իրոք իր համար լավ տարի է, բավականին առաջ գնացման, հետո ճամփորդությունները իրան շատ լավ է, այդ ճամփորդությունների ժամանակ ինքը շատ ընկերներ ձեռք կբերի, նոր բաներ կսովորի, նորմալ տղա է, ամեն ինչ նորմալ է, մի դրանից վատեղի ու այդ պապայական օջախն էլ պետք է իրան մնա, իրան ժառանգություն պետք է մնա, անպայման իրան եք թողնելու, իմացեք, հա։ Հա, մնալու է, այնա չի որ չի մնալու, ուղղակի ուզում եմ անամ այս պահին, այս գործի առաջարկը, որ ստացել է իմաստունի, այդ գործը։ Լավ, հիմա լավ շրջան է, ասում եմ ամսի 3-ից այս 2 օրը, միջև ամսվա վերջ, իր մոտ նոր առաջարկություններ, նոր ծրագրեր է սկսվում, որը դրական է, բայց էլ է իրան սպասում նոր լավ բաներ, հիմա ինձ ասա տեսնեմ այդ ինչ որ ես այստեղ տեսնում եմ, այդ առաջարկ, ինքը կարող աերոպորտում էլ աշխատի, ինձ ասա տեսնեմ ինչ են առաջարկել։ Էլեկտրականության հետ կապված որ ինչ անի, որ ինչ անի, որ բեմերի վրա ինչ-որ լուսավորություն տա։ Չէ, դե բանվորություն է, չէ, ես ավելի բարձր բաներ աստեղ երևում, չէ, էդ իմացա ինչի հետ ես, ուզում է թող գնա որոշ ժամանակ ընդեղ աշխատի շփվի մարդկանց հետ, միջև իր պարապ չնստել, օրերը պարապ էլի ինչ-որ գումար է կվաստակի, բայց մի մեծ գումար էլ չի, անկեղծ ասած, բայց թող գնա, պարապ չմնա, որտեղ իրան ուրիշ ավելի բաներ է սպասվում, այդ մի քիչ ցածր է համարվում իր համար, մի քիչ լավ չասեցի երևի, բայց որտեղ իր տվյալները այստեղ բարձր բաներ է ցույց տալիս, ոչ թե էլեկտրականություն, այլ տեխնոլոգիա է, նոր, ու իր ուղեղը տեղ աշխատում է։ Հա, այս բանին ինքը լավ բաներ է վերցրել դրանցով աշխատում է, բայց չի ստացվում։ Միասա չի ստացվում։ Հեսա 25 տարեկանից, տեսա, 25 տարեկանից իր ծնունդը շուտով։ Ծնունդից հետո իր մոտ կամած փոփոխությունները դեպի դրական գնալու են։ 18 տարեկանում, եթե ինքը ընտրել է մասնագիտություն, լավ մտածի ու իշի։ Հա? Ռադիոտեխնիկ։ Եթե 18 տարեկանում, ես էլ եմ էդ ավարտել,
18 տարեկանում ինչ ինքը ընտրել է մասնագիտություն եւ մի թեթև գոնե այդ մասնագիտությամբ ինքը եթե աշխատել է, ուրեմն դա պետք է ունենա շարունակություն։ Հա։ Ուրեմն դա էլի տեսելի բան էլ էլեկտրականությունն, հոսանքն, ապարատուրայա, տեխնոլոգիայա, ամբողջ իր մոտ 25 տարեկանից արդեն իր մոտ փոփոխությունները սկսվում են։ 21-ում միած սիրահարվել է։ Ինչ։ 21 տարեկանում սիրահարվել է։ Հա։ Բավարի այդ աղջիկը։ 22-ում ամուսնացել է։ Հա։ Ինչ է այդ աղջիկը նշանը։ Խոմ կարիչ չի։ Չէ, բանա։ Ջեր հոսել կա այդտեղ։ Ցուլ հա, լավ, այդ աղջիկն իրան փող կբերի, լավ է։ Այդ միությունը վատ չի միջալուց ասվում։ Հա, չէ, լավ են, իրան հետ շատ։ Հա, լավ է, այսա Սատուրնը լտեղ է, այդ աղջիկը փող է սիրում, ժառանգություն է սիրում, տուն-տեղ է սիրում, համով բաներ է սիրում, նորմալ է։ Նորմալ է, իրոք ու 25-ից հետո կփոխվի իր մոտ։ Բայց աղջիկը համաձայն կլինի հարսնացուն, որ կան գյուղում ապրեն։ Հա, համաձայն են։ Դե լավ է։ Այս պահին փոքրիկ ունեն իրար հետ որ կան։ Երեխեն ինչ ամիսած, ավելի լավ է ուրախ կանցնի տունը, միջև գործը կլինի։ Կարինի ջան, քո տղայի համար ես անհանգստացնող բան չեմ տեսնում։ Այդ հարցն էլ իմաստուն բաներ ունի ձեր հարսիկը։ Նորմալ է, ամեն ինչ նորմալ գնում է, ուղղակի կայունացում է պետք, որտեղ մարդը ընտանիք ունի, կայունացում է պետք ընտանիքը ամուր կանգնելու ու դա հաջորդ տարի սպասվում է։ Ինքը լավ հայր է։ Սկզբից ասեցի, չէ, ինքը շատ լավ հայր է։ Շատ։ Որ ասում է պապաս իսկական ինքն է։ Լավ կլինի, ես տեղ անհանգստացնող բան չտեսա, որ մի ինքը շատ այսօր այս երկրորդ այդ ասում է շատ վատ ասում են անհանգիստ։ Հա, որտեղ ընտանիք պետք է պահի աշխատանքի հարցն է, վճարնա, պարզնա, բայց ես չտեսա ստեղ որևիցե մի բան, որ անհանգստացնող է իրեն, այդ ձեր կարծիքը չեմ ասում, ինչը որ ստեղ կար, որ ասի, վայ, չգնաս, կարող է հիմա ոտքդ քարին կպնի։ Եթե նման բաներ լինի, ես կասեմ։ Ես տեսա, որ ուղղակի ձեր անհանգստությունը անիմաստ է։ Ուղղակի ասում եք, ինչի չի լինում, ինչի ասենց, որովհետև դեռ ժամանակը չի։ Հիմա 25 տարեկանից պարզ ցույց է տալիս, որ այս տղայի մոտ շատ բաներ փոխվում է, կամաց ընտանիք է ձևավորվելու, որտեղ ես երեխով իրանք չեն բավարարվելու, էլի է երեխա լինելու իրանց մոտ, մի խոսքով օջախի նորմալ տղա է քո տղեն։ Հա, շնորհակալ եմ։ Ու պետքա ճամփորդի շատ, որտեղ շատ ընկերներ է ձեռք բերելու, ամենքից մի բան ինքը սովորելու է։ Բայց այդ սաղ սովորել տեխնոլոգիա է, իմաց իր մոտ զուտ տեխնոլոգիա է գնում, իսկ եթե այդտեղ առաջարկել են այդ բեմի լույսերը ձևավորող, այդ հետաքրքիր է այդ աշխատանքը, ինքը կարա շատ լավ անի, բայց այդտեղ մի այդքան բարձր վարձատրություն չի, թող որոշ ժամանակ աշխատի, միջև իր ժամանակը կլինի, դա հաջորդ տարի է։ Հա, իսկ տիկին Լուսիա, դուք իրան տեսնում եք ռայոնում, թե չէ։ Այդ թող կա ինչ է, կուրախանակ թորը պապի գոքին կնստի, ինչ վատավոր։ Այդ աղջիկն էլ ուտել է սիրում, համու պաներ հարս ու կեսուր կեպեք կուտեք։ Բա դու որ ամսվա ծնված ես, Կարին է։ Էտա լավ էլ իրար գտել եք, թմբլ մմբլ։ Լավ է։ Լավ է, կերեք, խմեք, կեֆ արեք, թող ձեր ամուսինները գնան աշխատեն, փող բերեն, թորնիկ պահեն։ Միջև ժամանակը կբացվի։ Իրոք նորմալ է, էդ էլ իմաստուն աղջիկ է։ Հա, շատ, արդեն ես գիտեմ էդ։ Էդ շատ լավ է, որ ինքը համաձայնվում է գյուղ գալուն։ Էդ լավ է, հարցեր կան չէին անի։ Եղավ, առողջ եղեք, ամեն ինչն է շատ լավ է։ Մեկ եմ ուզում հարցնեմ, դուք մի հաղորդում առաջ ասեցիք ինչ-որ մոմ թափով կա։ Հա, էլի Քյավարսիայի միջալոց, տիկին Լարիսա։ Հետո համարը կտամ առանձին, աշխատակցուին ձեզ կտա։ Հա։ Բայց ինքը ստեղ Երևանում ապրում։ Հիմա Երևանում ապրում։ Միշտ աստեղ ապրել։ Միշտ աստեղ ապրել, Նորքում են ապրում, ես իրան վստահում եմ, բավականին լուրջ ու շատ զորեղ աղոթքներ ունի։ Ինքը երեխեքի համար այդ երեխեքը, որ
մի քիչ տկան են լինում, չխոսող են լինում, ագրեսիվ են լինում, զույգերի հարաբերությունները, ամուսինների, այդ աղոթքներ ունի, դրանք շատ լավ օգնում են, որտեղ ես փաստն եմ տեսել, որ օգնել է իրոք։ Բայց ինքն էլ կախարդական փայտիկ չունի, այդ բոլորը պետք է իմանա, աղոթք, ինքներդ էլ պետք է մի բան անեք էլի։ Հա, արժի միջալուց, որ մի հատ աղոթք արվի իրանց վրա։ Ճիշտ ես ասում։ Հա, բա Վեներան բանում է, կարիճն է, ինքը մի քիչ մոգական նշան է, աշխատի ինքն իրան խնդիրներ չստեղծի ու որտեղ մի քիչ նևրոզներ կա, կարին է տղայիդ մոտ, իրան մաքուր օդ է պետք։ Ու շատ խաղաղ շրջապատ, շատ խաղաղ, բացարձակ ագրեսիա իրան չի կարելի։ Կապված ագրեսիվ է մի քիչ, ոչ թե մի քիչ ոսենց լարվում է։ Էդե որ մի քավարցին ագրեսիվ չի։ Ինչ։ Որ մի քավարցին ագրեսիվ չի, սարեցի եք։ Հա, ճիշտ եք։ Հա դե ոչինչ, զատո նորմալ ժողովուրդ եք, հյուրասեր ժողովուրդ եք։ Հա։ Իրան մաքուրոտ, բացարձակ վատ, բացասական ինֆորմացիա տղա հետ չի կարելի, որտեղ ամբողջ կրծքավանդակն է իրան, նևրոզներից սպազմեր կտա, մկանային ցավեր կտա, հետո կասի սիրտս ցավում է։ Ու կինել թող իրան մի ժպտերես դիմավորի, մի ժպտերես դիմավորի։ Հա, ճիշտ է։ Այդքան դու չէ, ինչքան կինդ։ Դե լավ Կարինե ջան, հեսա հաղորդումից հետո համարը կասի քեզ։ Եթե արմարը երախսի համարը թող տամ։ Հա, կտա, անպայման կտա։ Ձեզ համբերություն։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Ալո։ Բարև Լուսիա։ Բարև ձեզ։ Շատ շնորհակալություն, որ ընդունեցիք հեռախոսազանգել։ Շատ առողջություն, հաջողություն եմ ցանկանում ձեզ։ Ես էլ եմ շնորհակալ։ Քավարի նորադուս գյուղից է։ Յա։ Անահիտն եմ։ Մի քիչ առաջ էլ էր քավառեցի զանգվել, այսօր քավառցի քյորն է, ինչ լավ է։ Հա։ Հա։ Կներկանաս կասես ինձ։ Անահիտն եմ, Տիկին Լուսիա ջան, ուզում եմ մի հատ տղայիս հարցով էլի մի հարց։ Հա, իր տվյալները ծննդյան ասե, Անահիտ ջան։ Որ Անահիտ ես արդեն պարզ է, որ քո ուշք ու միտքը քո երեխաները պետք է լինեն կյանքում ընդհանրապես։ Միշտ երեխաները առաջի պլան է քո մոտ ընկնելու։ Ասա, տվյալներն ասա։ Այդ իր անունը տղա ես չեմ էլ հարցրել, ուղղակի որ կարիճ է, դրա համար եմ ուզում անմիջապես այդ հարցը տամ, որ ինքը Կարմիչեցկի շատ մեծ ծրագիր է տանում, ուղղակի չգիտեմ, դա քո կողմից է, թե ամուսնուդ կողմից է, իրան ում անուն եք դրել։ Չէ, ուղղակի նենց Ռոման անունը, ոչ մեկի անունը չի։ Հա, լավ, բայց հետո որոշեց, որ ինքը պետք է դառնա Ռոման։ Ճիշտ ասած ես։ Ինչի։ Սիրում Ռոման Ռոլատ։ Ինչի։ Այդ ինչի՞ ես դու նորադուսի Ռոման սիրել, հələ ասա տեսնեմ։ Հանգացած ես։ Ինչի՞ չես դրել Հակոբ, Աբո, Ռուբո, Օնիկ, այ Օնիկ, Օրադուս Օնիկները շատ են։ Ինչի՞ չես դրել։ Անունը Օնիկա։ Լավ, սպասի, հենց առաջին օրն է ինքը կարիճի, տեսելի մաման, ոնց որ են քեզանից առաջ էլի մեկիներ նայել, տղայի հետ շատ կապնված է, քո մոտ էլ է այտենց ամբողջ ուշք ու միտքը տղան է։ Ես 3 տղա ունեմ, ուշք ու միտքը։ Չէ, էս հենց էս է, հա բայց նրանք էլ են այդ նշանը։ Չէ, մեկը կշերքա, մեկը խեցգետին է։ Չէ, այն խեցգետինն էլ։ Իսկ դու որն ես։ Ես այդ երկյուր։ Օ, դու դասատու ես։ Դու լավ դասատու ես։ Նենց եմ ուրախանում, որ տես օրինակ նորադուզում եք, չէ։ Տարիներ անցել ամեն ինչ օրերը գնում են ու նորադուսին գիտի գարասկոպ ու գիտի որը ինչ նշան է։ Ինչ նենց եմ ուրախանում, որ մարդիկ կարդում են, զարգանում են, արդեն գիտեն, հետաքրքրություն է դառել աստրոլոգիան մարդկանց համար։ Կարող եք կարդալ Ուրախանում եմ, Տիկին Լուսիա, որ ձեր աղոթաշարը անընդհատ դստեմ ու լսեմ
եմ անընդհատ։ Որ կարդում եք ու բնավորության գծերը կարողանում են մարդիկ գտնել իրենք ինչպիսին են։ Ոչ մեկ չգիտի ինքը ինչպիսին է, թվում է թե գիտի, բայց չգիտի։ Մի բան ասեմ, մանայդ, նայ, մաման իր երեխեքին չգիտի ինքը իրականում ով է, մայրը։ Հատկապես մայրը իր տղային ամբողջովին չգիտի ինչպիսին է խորքանդ մեջը։ Բայց տղային ավելի կինն է իմանում այդ տղային, կինը, հիմա դու քո ամուսնուն ավելի լավ ես ճանաչում, քան կեսուրդ։ Նենց էլ քո տղայի մոտ է այդպես ըրնում, միշտ է այդպես, որտեղ մենք մամաներս կուրորեն ենք մեր երեխեքին սիրում, ես միշտ հայերս մասն եմ ասում, որտեղ մենք աշխարհի բոլոր մամաներից տարբերվում ենք, մեր հայ կինը, մեր ուղեղը դասական ուղեղ է համարվում ու մեր արունը ամենանա, որ չի կեղտոտվել հայոց արյունը, մեր ուղեղը չի կեղտոտվել, մենք այդեղ խորը շատ արմատներ ունենք, մեր ուղեղի ծալքեր են պոպոքը, որ նայում ես, կիսում ես, այդ ուղեղն է, չէ, տես ինչքան ծալքեր կա, ինչքան շատ է, այդ մերն է, ու ծալքերի մեջ էլ ենքան բաներ կա, որ օրորի դու կարաս քնես, վեկանա, ժամը մեկ մի հետաքրքիր միտ գյուտ դուրս կա, ու դու որպես այցեղջուր, Հայաստանն էլ այցեղջուր է, հայ կնիկ, հայ մամա, այդ դու ես, դու աշխատի քո իմաստությամբ, քո ընտանիքը բարձրացնես տանես առաջ։ Ես մի բան ուզում եմ հարցնեմ, քո երեխեքը բոլորը մնալու են այդտեղ գյուղում։ Ձայնդ գիտես, ձայնդ բան է, կլկլում է մի տեսակ, ոնց որ ջուր ելնի կողքը տնից, լավ չի կարելի, պարզ չի կարելի ձայնը։ Հասել եմ այդտեղ ոչ մի ձայն չկա, որ լավ հասկանամ, լավ լսեմ։ Տիկին Լուսաջան, երևի հեռախոսից է։ Քո տղան, Անայդ, լավ, սպասի։ Քո տղան ֆարտունա գոյություն ունի, հաջողություն մի հատ անիվ, հաջողության անիվ։ Շատ ուժեղ ֆարտունա ունի, որ իրան պահում է ամեն փորձանքներից, ամեն նեղությունից, ամեն դժվարությունից։ Կյանքում իր մոտ այտենց բաներ եղել է, կա ու լինելու է, դու մի վատ եղի։ Ինքը միշտ կպլստա, դուրս կգա։ Դրա համար իր մատը որից փուշ մտավ, հանից ինքը պետք է Աստծուն շնորհակալ լինի։ Ինքը պետք է հրեշտակների շնորհակալ լինի, որտեղ բոլորս ունենք պաշտպանի հրեշտակներ։ Եթե մենք շնորհակալ չենք լինում հրեշտակներից, իրանք խռովում են։ Խռովում ու թողնում գնում են։ Ու հետո վատ բաներ է մեզ լինում։ Դու քո տղայից սովորացրու, որտեղ շատ ուժեղ եւ մոգական նշան է, եւ միստիկ նշան է։ Իր մոտ ինչ հետաքրքիր է, պայծառատեսության շնորհ կա, կանխազգացման շնորհ կա։ Ինքը կարող անեց բաներ ասի, դուք զարմանաք, ասես ես ինչեր է խոսում։ Մի զարմացեք։ Շատ խղճվա ու Չեմ լսում։ կատարությունը շատ է, էլի ուղղակի Ինքը պապի է, պապի։ Ինքը պապի կա, որտեղ ինքը ձեր ցեղի գերդաստան, ավելի շուտ ասեմ։ Մեծ ծրագիր է տանում։ Այն որ դու ամուսնացել ես, եկել ես այդ տունը ամուսնացել ես, այդ ընտանիքից ինքը վերցնում ամեն ինչ։ Ես մի բան հարցնեմ, որ ավելի իմ ասածի մեջ հիմնավորվեմ։ Այս հիմա ես նացի իր մոլորակներ, ինքը տիպիկ կարիճ է, տիպիկ, այ որ կարդաց կարիճ, հենց իրեն վերաբերվում է, ու ինքը հենց առաջի օրն է ծնվել կարիճի, իր Յուպիտեր լերձական մեջ, շատ հզոր, շատ պահպանող։ Դուք ունեք ձեր ընտանիքում կամ քո ամուսնու կամ մամայական ընտանիքում, հորական ընտանիքում կույս համաստեղության, կույս։ Հա? հենց արտիկը ծա կույս։ Այդ տղայի կինը։ Այդ տղայի կինն է կույսը։ Հա, տեսար ինչ ճիշտ եմ ես, ու ինչ ճիշտ եմ, նենց եմ ուրախանում, որ ես ճիշտ եմ ելնում։ Ես այդ բանը շատ եմ բացատրել, չգիտեմ դու դա լսել ես թե չէ, բայց էլի քեզանով ես բոլորեն եմ ասում, միգուցե ամեն անգամ էլ ասեմ, որ այդ արմատանա ուղեղները մեր մարդկանց, որտեղ կա կարիճ, այնտեղ կա կույս, որտեղ կա կույս, այնտեղ կա կարիճ։ Բայց հիմա կլինեն ընտանիքներ, որտեղ որ չի լինի այդ իմ ասածը, ու չասեք, վայ սուտ է, դա պարտադիր չի, այս հիմնական իմաց, ես կորիզն եմ խոսում, կորիզը։ Կույս համաստեղության ծնված մարդիկ աղջիկ կլինի թե տղա, մեկը կոչվում է սանիտար, մեկը կոչվում է ֆիլտր, այսինքն երկուսն էլ մաքրող են։
երկուսն էլ մաքրող են։ Երկուսն էլ մաքրող են։ Հիմա այդ հարցը այս Ռոմայի կնոջ մասին ես ասում։ Հենց այդ տղայիս կինն է, Հա, Ռոմայի կինը, Ռոմանի կինն է, հա։ Ռոմանը։ Հիմա ձեր հարցն եկել է այդ օջախ, իր հորական օջախն է մաքրի, պապայական, որտեղ ինքը ծնվել է։ Հա։ Այդտեղ մաքրել է, արդեն եկել է քոտուն։ Հիմա քոտունը պետք է մաքրի, բայց իր ընտանիքը պետք է մաքրի։ Իր ամուսին, իր երեխեք դա ընտանիքը։ Իսկ քո տղան մաքրում է ձեր ցեղը, տես ինչքան մեծ բան է։ Պապերին 7 պորտ, իսկ ինքը չէր տեսել, դու էլ չես տեսել երևի։ Հասկացա՞ր ինչ եմ ասում։ Մեր ազգի մեջ իմ տղերքին вообще հարգում են, իրանք լրիվ նվիրված են ազգից։ Այն խեցկետին էլ է, խեցկետին երեխետ էլ է, ինքն էլ ունի տենց բաներ իր մոտ։ Նա էլ է ընտանիք, հայրենիք, իմ իջալուց իրան խորհուրդ չեմ տա, որ Հայաստան հանկարծ լքի։ Բայց ինքն է ինձ անմիջապես լքել Լուսյա։ Ափսոս։ Հա, բայց ես քեզ սկզբից հարցրեցի։ Քեզ սկզբից հարց է երեխեքդ բոլորդ են մնալու են, ասիր հա։ Ասի բայրանք չեն լքելու, հա։ Համոզում են այն աղբորը, ասում են արի մի մասը Ռուսաստան։ Ու դուր է գրածի գորկի մորկի։ Չէ, որ գրած մեր։ Դե մեկ չի։ Նույն բանն է էլի։ Այդտեղ է, սաղն էլ այդտեղ է։ Հա, սաղ տեղ, որ գրաբը երկրորդ նորատուս։ Ինչքան ժամանակ է ընդեղա տղատ։ Արդեն տուն ա վերցրել, իրան սեփական։ Այլ եկող չի արդեն, լավ։ Ինքը որ գնացել է այնտեղ հարմարվել է, ինքը իրավունք չունի մտնել տաղբերների ճակատագրի մեջ, նրանց կանչի։ Չնայած այս քո Ռոմանի մոտ ցույց տալիս է հայրենիք լքել։ Ցույց ա տալիս։ Հա, բայց ես հա ցույց է տալի, բայց չեմ ուզում ոչ մեկը էլ գնանք, որտեղ դուք չգիտեք մեր հողնությունը ինչքան լավն է։ Ես երկու տղես այնիսն էլ կշերփա, երկուսն էլ վայելնի են, չեն գնաց տեղից։ Ես էլ չեմ էթա, ես էլ ցույց չեմ։ Այս քո Ռոմանը, ինքան, այդ սա ես էներգիայով եմ ասում, Անահիտ ջան, ինքան բան ունի անելու իր հայրական, էներգիան, ինքը դեռ չի մաքրել։ Երբ որ իր երեխեն կլինի 12 տարեկան, ինչքան է երեխեն։ Երբ որ իր երեխեն կլինի 12 տարեկան, նոր թող որոշի, որտեղ միջև 12 տարեկան երեխու լրանալը, մաման էլ հետը, իր կինը։ Իրանք մաքրում են օջախը։ Դուք չգիտեք այդ ինչ մաքրել անշ, էներգիան, հին պապենական բաներ կա, այդա մաքրում է, թող գնա գերեզմանները տղա կարգի բերեն տեղ անպայման, իրա պապենական։ Ամեն շաբաթ գնում ենք։ Այդքան շատ ինչ է գնում։ Ամեն շաբաթ մամաս նորա մահացել է, ամեն շաբաթ բարձրանում ենք իջնում ենք։ Իրա մոտ այդ բաները շատ կա, ախր ննջեցյալները, տանթատ կապերը կա, երազներ կա, կանխազգացում կա, ինքը գերեզմանները կա, ոնց որ այդ անտեսանելի մի բան է, ենթագիտակցություն իրան անդադ կանչում է այդ կողմներ, բայց հիմա որ ինքը լքեց, ոնց է լինելու։ Եկեղեցի էլ ամտնում, մոմա վառում, անընդհատ ավարտում։ Հալավ մոմ վառելը դե ինչ սիմվոլներ են դրանք ամենը, այստեղ գերեզմանն է ավելի կարևոր։ Գերեզմանը շատ կարևոր մի բան է, այդ հողը այնքան կարևոր խորհուրդ ունի, ինքն էլ մոգական նշան է տղա, միջև երեխու 12 տարեկանը, գերեզմանները թող կարգի բերի, պարտադիչի դամբարան սարքի, նորմալ կարգին շատ համեստ մի բան անի, մի հատ ծառու թուբ դնի, մեկ-մեկ էլ ջրի, ու ինչ ուզում է թող անի, թոնդեղ խնկարկի, հիմա ինչ հարցես դու ինձ տալիս, ասա։ Ես ուզում եմ իմանայի մի հատ կորանք առանձնատուն վերցնենք, գոնե բոլորով իրար հետ ենք, էլի տղիս գոնե։ Հա, տուն ես ուզում տղուտ համար։ Ինչ։ Տղայիդ համար տուն ես ուզում։ Հա, ահա։ Այդտեղ նորադ ուզում եք սարքելու։ Չէ, իրա գործի տեղը Աբովյանն, այնտեղ ասում ենք գոնեն։ Որտե՞ղ։ Հա, Աբովյան։ Հարս Աբովյանից է։ Ինչ։ Հարսը Աբովյանից է։ Չէ, մեր գյուղից է։ Ուղղակի աշխատանքի վայրն Հա, այնտեղ։ հա։ Աբովյանում եք ուզում տուն վերցնեք։ Հա։ Հիմա կասեմ, մի խոսքով։ Ես այսպես նայեմ, Ռոմայինք նոր բնակարան կունենան, այդտեղից կտեղափոխվեն, այո։ Հա։
Մի անգամից պատասխան ասում եմ, այո, իրանք չեն ապրի իրան հայրական օջախում, բայց մի քիչ թող անցնի, էլի, այս տարին էլ թող անցնի։ Հա։ Եվ երբ եք ուզում։ Ուղղակի ամեն օր գնում էր գալիս էր, մեղքնես գալիս էր, ասում ենք կոնես 10 միատուն վերցնենք, բանկերից ես մի ժամանակ լսեցի, որ ասեցիք կարիճը բանկերի հետ ոնց որ խնդիրներ ամենում դրա համար վախեցա։ Շնորհակալ եմ քեզ, որ լսել եք ու հիմա լավ շրջան է։ Հիմա ամսի 3-ից էս կողմ Մերկուրի մոլորակը սկսեց նորմալ պտտվել արդեն։ Հիմա բնակարանների առքովաճառքի լավ շրջան է։ Ու ինքն էլ կարող է արդեն հիմա գնա վերստի, միայն այնտեղ փաստաթղթերի հարցն է իր մոտ, փաստաթղթերի, հա, այդ փաստաթղթերը պետք է կարգին բերի, բայց այստեղ ցուցատալի հին տուն, ես այդքան խորհուրդ չեմ տա հին տուն։ Չենք ուզում։ Հա, հին բաները միգուցե էժան լինելու համար, հա, բայց խորհուրդ չեմ տա, որտեվ իր մոտ հինը շատ է ցույց տալի մեծահասակներ, բայց իր մոտ էլ այնպես է, որ ինքը պետք է մեծահասակի հետ ապրի։ Անընդհատ ասում է դու պապան հետս կքածեմ դեռ իրար։ Հա։ Ինքը մեծերին սիրում է, հարգում է, գնահատում է, լավ է։ Հա։ Էդ էլ լավ է։ Մի խոսքով քո տղան կտեղափոխվի ու նոր բնակարան կգնա։ Հա, մենակ աշխատին էստեղ լինի, հիմա ես իր մոլորակներից նայում եմ, որ անպայման երկու կողմից լինի պատուհանները, արև անպայման պարտադիր, արև է իրան պետք, արև։ Իր տունը պետքա լուսավոր լինի, արև լինի եւ ջրի նեղություն չկրի։ Այդ երկուսին թող ուշադրություն դարձնի։ Արևը երկու կողմից արևն գնի ու ջուրը կարգին լինեն, ես չլինի, որ ժամով ջուր լինի կամ չգիտեմ միշտ ջուր լինի, որտեղ ես նայում եմ իր մոտ ջուրը պարտադիր է իր տան մոտ եւ իր տան մեջ եւ անպայման արևն գնի տանը, որ այդ տղեն ներս մտնի մաքուր երեսին փչի։ Խնդրեմ, Անահիտ ջան։ Էլ ինչ ես ուզում, ասա, նորադուսի ջան։ Լավն են նորադուսիկ, դու սաղ քյավարցիկ էլ լավն են, սաղ մեր հայ ժողովուրդն էլ լավն են։ Մեր նորադուսիկը քեզ շատ են սիրում։ Ինչի չես խոսում իրանց լեզվով, ձեր լեզվով, բարբարով խոսի։ Դենց բաբշե բարբարով խոսեք էլի բոլորդ էլ ինչ կլինի։ Շատ ժամանակ որտեղ գնում եմ, արդեն խոսում եմ մեր բարբարով, չեմ էլ ոմա։ Պետք է ձերոնց հետ եք այդպես խոսում, սենց էլ խոսի, որ չմոռացվի այդ մեր բարբարները, բոլոր մեր շրջանի ժողովուրդները թող խոսեն բարբարով։ Ինքան ճիշտ բան ախր չեն հասկանում այս ջահելությունը, ամաչում են հետո։ Հեչ մի ամաչեք, խոսեք բարբարով, ավելի լավ եք իրար հասկանում։ Այդ մեր հին մշակույթն է, որ չի կորի դա երբեք։ Վիկտոր Համբարձումյանն էլ էր, գիտես, ասում, խոսեք բարբարով, խոսեք իրար հետ դույով խոսեք, դույով։ Դուն ավելի մտերմացնում է։ Այդպես, այնպես, որ դու քո ճաշը կեփես, քո դասատուությունը կանես, որտեղ դու դասատու ես քո ընտանիքում, սաղին դաստիարակում ես։ Տրոշը ձերքը տա, կնիքը ձերքը տա։ Էլ ինչ ես ուզում, նորմալից հարցը տելա լավ է։ Շատ լավն են, հարցները շատ լավն են։ Մենակ շատ չափից ավել մաքրասիրությունը մի քիչ նեղում ճղանացնում է։ Չափից ավել մաքրասեր պետք չի լինել։ Ուղղակի իրան ասա ամեն ինչ իր տեղը պետք է լինի, որ աչքերդ փակ-փակ գնաս տարակից վերցնես։ Այդա իրեն ասա։ Ու թող ծաղիկներ աճեցնի։ Այդպես, այդքան Անահիտ ջան։ Առողջ եղեք, համբերատար եղեք, լույսը բացում աստծուն փառք տվեք, շնորհակալ եղեք ամեն ինչից։ Պատերազմ չկա, խաղաղ ապրեք։ Նորադուսին թուրքերը չմտան։ Գիտեք դուք ձեր պատմությունը։ Այն վերևի խաչքարերը, որ տեսան, գիտեն զորքն է եկե թաթարները։ Չկարողացան գիտեն, ասեն, ինչքան զորքեր կան։ Այնից խաչքարերն ապահել այդ գյուղը։ Թող միշտ այդպես պահապան լինի։ Հա։ Դե լավ, ձեզ համբերություն։ Շատ շնորհակալ
շնորհակալ եմ Տիկին Լուսյանյան։ Խնդրեմ, Աննայի ջան։ Հաջողություն եմ ցանկանում։ Շնորհակալ եմ։ Ալո, Ալո, բարև ձեզ։ Կներկայանաք, Ինչպես։ կներկայանաք, Ահա, իմ անունը Աննա է։ Աննա, Մարզից է։ հա, լսում եմ Աննա ջան։ Ինձ այդքան ինձ վերաբերվող հարցերը հետաքրքիր չեն, ինչքան մի հատ հարց կա, որ ինձ այս 7 տարի տանջել է, ու ես հաճախակի հանդիպում եմ, որ դուք եթերներով այդ հարցը բարձրաձայնում եք։ Կներեք, որ չգիտեմ, պետք է թեմայի շերվել, թե չէ, բայց քանի որ ես եմ անցել դրա միջով, ուզում եմ այս հարցը հենց եթերով ինչու ոչ վարչապետին դիմել, ուրեմն որպես հանդիսատես, այսպես ասեմ, ինձ շատ հետաքրքիր է, ինչն է պատճառը, որ ձեր բնակարանի հարցը չի լուծվում։ Հա, արդեն հասկացա հարցը տուր ա գնում։ Մեկը կա մի քանի տուն ունի ամեն տեղեր, մեկը կա ոչինչ էլ չունի։ Մեկը կա մարդկային կորուստ ունի սրիկանի, որովհետև Աննա, ինձ անեք, որ ժամանակը շահենք, ժամանակը սպի։ Հա, որ այդքան բարձրաձայնում եմ, տեղ չի հասնում։ Վարչապետը որ մեկն անի, այնքան շատ են, Աննա, որ մեկ անի։ Այդ մեր տան հարցը որ չի լինում, Աննա, բայց ինչը մեր տան հարցը չլինելու պատճառը ստեղ վարչապետի մեղավորությունը չի, ես դա լավ հասկանում եմ։ Այստեղ մի քանի սրիկաներին են, կառավարությունում նստող սրիկաներն են անցածից։ Կառավարությունում նստող սրիկաներն են, վարչապետն ես նամակներ շատ եմ ուղարկել, իրան չի հասնում։ Ես իրան կգովեմ ու շնորհակալ կլինեմ, երբ որ ինքը օրինական ձևով իմ տան հարցերը արդար ձևով լուծի։ Ես գնամ իմ տուն, այդ սրիկաները պատժվեն, այդ ժամանակ իրան իրոք կգովեմ։ Բայց ես իրան չեմ գովում, ես իրականությունն եմ ասում, ինչը որ ասում հանգիստ թողեք, որ այդ մեր հայոց երկիրը խաղաղի չի կարելի վարչապետ փնովել, անիծել, չար բաներ խոսել։ Վարչապետը պետքա օրենքը բարձրացնի վաշխառության դեմ, որ օրենքը չի գործում, որտեղ ովքեր որ տուժվել են, վաշխառությունից են տուժվել, իսկ այդ սրիկաները վաշխառուն, դու կարես լինես վաշխառու, չես կարող, կառավարության աշխատողները վաշխառուներ կան շատ, ես անցյալից գիտեմ ովքեր են եղել, հենց ազգային ժողովում են ամբյոնի նստած ամենամեծ վաշխառուն էդ է եղել, այնտեղ կար մեկը, ու էլի կա, այդ վաշխառուններն էլ բանակ ունեն, մուցիկուլիներ են պահում, որոնք իրան գումարներ են, այս կողմը մեջը փող են աշխատում, ես էլ իրանցից տուժված եմ, խարդախություն։ Դատախազը պետք է անի, այս նոր դատախազը գրագետ աղջիկա շատ հավանում եմ իմ իջալոց, պարկեշտ իրան պահել գիտի, որ իմ հասակի տղամարդիկ կարան իրանից քաշվեն միջև անգամ, դա իրա գրագետությունից է գալի, ամեն առաջին այդ վաշխառության օրենքը շատ խիստ պետք է աշխատի, որ բոլոր վաշխառները, մեր վաշխառուն, ես կարամ ասեմ, Արտյոմ Հովհաննիսյան, որ իրա հետևը կանգնած են մի քանի մարդիկ, որ դրանց փողերով է այդ ամեն ինչ, ու մենակ ես չեմ, այս մեր տան համար, որ սենց տուժվել ենք Արտյոմ Հովհաննիսյանին, ում գումարները նա բերում տոկոսով տվել է, բայց նոտարականում գրում են անտոկոս, ստացական չեն տալի, որտեղ անտոկոս, եթե ստացական կտա, կմտնի հարկային դաշտ, այդ 12 հոգի տուժվել են իմ նման, նույն մարդկանց միջոցով, 12 հոգի տները ձեռքից վերցած են, գրված է դատախազը անցյալի Արտուր, ինչ էր դարձանը, վրան քրեական գործը հարուցել ոչ մի բան չի արվում, իմ այս սրիկանով, որ իմ տունը վերցել է ջարդել, փշրել, ջարդել, գողացել, վրան 8 քրեական գործը հարուցված, ինքը իր համար ընդես սարքել է, վարակույները կախային, ավասելի անում արդեն, սրիկան իրա սրիկա կնոջ հետ, տես դու ստիպեցի, որ ես բաները արտահայտում եմ, այ դրանք պետք է պատժվեն, դրանք պետք է պատժվեն անպայման,
ու պատիժը մոտ է, փետրվար ամիս, դու տես հերթով ոնց են հերթով պատժվելու, գեհենի կրակ իրանց վրա գնելու են, հենա սաղմոսները բացում, ամեն առավոտ ես դա կարդում եմ, սա անեծք չի, սա աստվածաշնչով էլ տրված ամբողջ սաղմոսներն ասում է, բոլոր սերիկայությունները արդեն ժամանակը մոտեցել է, ինչ է աշխարհում այսքան երկնային այս բաները, ջրհեղեղ, երկրաշարժ, հիվանդություններ, քաղցկեղ, մարդը հանգիստ քնում առավոտը չի արթնանում, աթոռին նստած մահանում է, ջահել աղջիկները քաղցկեղ են, երեխեքը քաղցկեղ են, ինչ է այս ամենը չսենց կատարվում, մեկը մի հատ հարց տալիս, այդ աշխարհով ամենակը ստեղ չի, սպանություններն ամեն ինչը գազազել է ժողովուրդը, ահավոր գազազած է, մենք մնացել ենք մի թաս ժողովուրդ, մի թաս, մենք պետք է իրար հետ ելնենք, ու հիմա ղեկավարներ ա փոխում, տես բոլոր ուժային կառույցներում աշխատում են երիտասարդ աղջիկներ, որոնք մայրեր են, բոլորը մայրեր են, եւ իրանք պետք է հոգ տանեն մայր Հայաստանի համար, որ այս այլանդակությունը վերջանա, վաշխառոնինք այդ ուն փողերով է, մարդը կտես քանի հատ տուն ունի, մեկը տուն չունի, փողոցում քուչեքում ընկած է մարդը, այդ իմ հորական տունն է, արդեն քանի տարի ես վիճակում եմ, ես 10-ից ավել փաստաբան եմ փոխել, էլի փոխեցի ես էլի փաստաբան, իրան գումարը վերցնում են ոչինչ չեն անում։ Այդքան փոխելու փոխարեն, եք հրավիրում, ասում եք հարգելիս, ո՞ւն է պատկանում այս դատական համակարգը, իհարկե, բայց ամեն անգամ եմ ասել, փոխի համակարգը փոխի դատական, ինչ ուզում են անում են, ինչ ուզում են անում են։ Ես արդարադատություն նամակ ուղարկել եմ, նաև ներկա եմ եղել, գնացել եմ, հանդիպել եմ ում որ պետքա վերևացյաններ, դիմում դատավորներ ինձանից պահանջեցին, դատավորների անուն ազգանունները, որ իրանք վճիրը որոշումը ձեռքի, ես պետքա մտնեմ իմ բնակարան տղայիս հետ, Հարկադիրի Գագոյի հետ, Հարկադիրի Գագոն իրա ձեռքերը ծալերա, գորած փականագործի վրա վախեցավ այդ տղեն թողեց փախավ, կապիկություն արեց ժամը 12-ից մինչև 4-ը չթողեց, որ մենք մտնենք տուն, որտեղ բոլորը այդտեղ ծախված են, բոլորի մեջքին այնտեղ զանգեր եղա, որ դադարեցրեք։ Ես ճանաչված եմ, մի քիչ անհարմարեցնում եմ այդ բառից ու արդեն քանի տարի ես այս վիճակում եմ գտնվում, մենակ ես այսքան բառ 1000 մարդ է բարձրացանում, ով է լսում, որ ես դժվել եմ աշխարհից, ես պետության բանկետ ընդհանրապես խնդիր չեմ ունեցել, անհատից եմ, որ այդ Արտոմ Հովհաննիսյանի մեջքի կանգնածները մի 3-4 հոգի տականքներ են, որ մեկ տներ են առնում ծախում, մի տունը մեկի վրա են, մի քանի հոգու վրա վաճառում են, ես գիտեմ ովքեր են դրանք, եթե այդ վաշխառության օրենքը աշխատի ինձանով, դատախազությունը տապիտանը, դա իրա գործն է, բոլոր վաշխառուներին անցյալին բերեն կանչեն պատասխանատվության առաջ ու բոլորին մտցնեն ծակը, այն ժամանակ ոչ մի մարդ այս վիճակում չի լինի, ոչ մի ինձանով, տեսեք ինձանով, ես այնքան հեշտ կարամ թողնեմ Հայաստանը գնամ, այնքան հեշտ ու թքեմ ամեն ինչի վրա, բայց ես իմ Երևանը շատ եմ սիրում, որտեղ ես տեղ եմ ծնվել, միծացել ունել իմ երեխեքը, մենք հին երևանցի ենք, մենք ու իմ տղեն զոհ գնաց այդ սրիկա դատավորների Արմեն Մաթևոսյան իր կնոջ հետ ու կառավարիչի Սուքոյան դատավորի հետ, որ հանեցին իրան կաշառակերության համար, այս կաշառակերությունը պետք է վերացնեն, ոչ թե մենակ թղթի վրա, ու վաշխառության օրենքը շատ խիստ աշխատի, որպեսզի բոլոր վաշխառուները պատժվեն ու մեկը ղալատ չանի, որ վաշխառություն անի, որ մարդիկ անտուն չմնան, այնքան տներ են նեժան դնում աճուրդի, դու կարաս գնաս աճուրդի մասնակցես, ամեն մարդ չի կար աճուրդի մասնակցի, իրանց դրածով մարդիկ են ամբողջ, իմ տունը բավականին թանկ տուն, կենտրոնում ընդամենը 60,000 վաճառել են, ու այդ փողն էլ չկա, դու տես ինձ սրիկա ծածկա դմփոցի ամբողջ փաստաթղթերը կեղծիկ, մանիպուլյացիաներ են անում, ես ինձանով բարձրացնում եմ այս զանը, որ Տատախազը Աննա Վարդապետյան, հա, մոռանում եմ արդեն ես զայրացա, հենց Տատախազը ինքը պետքա բոլոր այդ օրենքը խստակույն տնի, որտեղ հիմա ահավոր պատիժների շրջան է սկսվում, ամբողջ աշխարհով եւ 21 թվականը վերափոխում է սկսվում, եթե աշխարհուների թաթը կտրեն, բացի բանտ նստացրելուց, նրանց թաթը պետք է կտրեն, եւ ում փողերը, որ այդ վաշխառու մանիպուլատորները, այդ փողերը, այդ բոլորին պետք է ամեն ինչը ձեռքից վերցնեն, իրանց ոչ թե բանտ նստացնեն, այլ տանեն են թունավոր հանքեր աշխատեն,
տանեն թունավոր հանքերն աշխատեն, որ գոնի ժողովրդին օգուտ տան, ոչ թե բանտերում նստեն, կոնդիցիոներներով, հեռուստացույցով լավ էլ կերակրվեն ու ֆիզկուլտուրայով զբաղվեն։ Դա պատիժ չի, բանտը փրկություն է իրանց համար։ Բոլորին պետք է ուղարկեն աքսոր, ոնց որ Ստալինն էր անում, աշխարհության օրենքը պետք է գործի, ոչ մեկ կանտուն չի մնա։ Ու տոկոսները բանկերի ցածր անեն, ոչ թե այդքան բարձր տոկոսներ տնեն, մարդիկ բանկից տոկոսով գումար են վերցել, որ գնան տրակտոր առնեն, կարտոլ ցանեն։ Երաշտա գալիս, կարկուտա գալի, ինչ ա լինում, մարդը չի կարողանում։ Ու տուն տեղ ծախում է, որ ինչ որ կա այդ վիճակից դուրս գա։ Էս ինչ օրենք է։ Այդ պետք է դատախազան այդ ամեն ինչը։ Դատավորներն էլ ես չեմ ոչ դատավոր եմ հավատում, ոչ քննիչ եմ հավատում, ոչ էլ աստղաբան, ոչ էլ գուշակ, ոչ մեկին չեմ հավատում, ես ինձ եմ հավատում։ Ու հավատում եմ ու տեսնում եմ, որ կա սրիկայություն, այս սրիկայությունը չի վերջացել։ Հա պատերազմ չկա, հասկացանք, բայց իրար են ուտում։ Սրիկայությունից, նախանձից, չարությունից բոլոր օլիգարխները, այն մարդիկ, ովքեր թաթը դրել են ուրիշի տների վրա, ու մի քանի տներ ունեն, այդ բոլորը պետք է անխտիր են իրանց քոքով անգամ երեխեքով պատժվեն, բիբս անգամ չի շարժվի, բիբս եթե դրանք սենց քոքով, որովհետև օծից ճուտ է ծնվում, ուրիշ բան չի ծնվի, որ թալանել են ամբողջ այս հայոց երկիրն, ես ինչ են արել, մնացել ենք մի թաս ժողովուրդ, մի թաս ժողովուրդ այդ սրիկաները կարան այդպես բազմեն, ճոռոմ խոսան, իսկ ասում ես այն մարդը պատվալում դրելա գազավառում ինչ է անում։ Բա որ դու չոքները ինչ էր ելնել, այդպես հազարավորներ կան Հայաստանում, վայ արդեն ես ենքան անհարմար եմ զգում Աննա ջան, ասենց ես չէի պայթել, ահա որ ես պայթեցի, ես ինչ խոսեցի։ Չեմ խոսում էլ ոչ մի բան, էլ քույնից ոչ, չգիտեմ դու այդ դրա համար զանգեցիր թե հարց ուներ, ես չգիտեմ։ Արդարադատություն նամակ եմ ուղարկել, լան արդարադատություն ինձ ասում է, ինձանից պահանջեց բոլոր դատավորների անունները, ովքեր են այդ բանն արել, վերջում էլ ինձ նամակ է գալի, որ մենք իրավասու չենք դատավորներին ինչ որ պատժելու կամ մի բան անելու։ Մարդն ինքն իր որոշումը հերքել է, դատավորն իր բերանով ասում է ինձ վախացրել են, հարկադիրն ասում է վերևից զանգ ա եկել որ չանեք, էլ ինչ ես ուզում։ Հիմա եթերը որ կգնա, ես հետո իմ էջի մեջ իմ ընկերությունը շատ է ու քեզ էլ կխնդրե, ինչքան կարակ տարածեք, բալքի եւ դատախազությունը եւ վարչապետը այս ամենը լսի ու տեսնենք։ Թող խաղաղություն լինի այս երկրում, թող խնդիրները քիչ լինեն, խնդիրները քիչ լինեն, այն մնացած մանր բաները մենք կլուծենք, թող անապահով Ճիշտ է։ մարդիկ չլինեն։ Անա, բայց ես տղա եմ կորցրել, իրենց պատճառով և տունս, որտեղ իմ հորական տունն է, ու իմ երկու տղաների քրտնինքն է, ու մի սրիկա Արմեն Մաթևոսյան իր սրիկա տականք բառից որ իմաստով կնոջ հետ, իրանք եկել դարել են քաղաքի կենտրոնում տանտեր, որ իրանք էլ ունեն ինչ-որ տներ, ու թալանած տներ, որտեղ ես իրա բոլոր սրիկա գործերը գիտեմ, բոլոր սրիկա գործերը գիտեմ, ինչ էր արել, ինչ արել իրա կնոջ հետ, գիտեմ ովքեր ինչ են արելու, դրա նմաններն են, որ սենց մեր ժողովուրդը թողում է երկիրը լքում է, հենց դրա նմաններն են, ես քեզ այնքան շնորհակալ եմ, ու մի կողմից էլ ես չգիտեմ ներողություն խնդրեմ, թե չխնդրեմ այս այսօրվա իմ էմոցիաների համար, որ ես ասենց պայթեցի, բայց դու առիթ տվեցի, որտեղ ես երկար ժամանակ լուռ եմ եղել, շատ ես անհարմար եմ զգացել իմ տղայից, որտեղ ինքը աշխատում էր, ես չեմ էլ ասա, հիմա եմ ասում, 29 տարի մաքուր միակ աշխատողը, որ Ազգային ժողովում աշխատում էր, միջազգային վարչությունում, ամբողջ վարչությունը, ես ամաչել եմ իրանից ու իր ընկերներից, որ ես բարձրացան եմ սենց բաներ, բայց դու ինձ առիթ տվեցիր, ես Ազգային ժողովի կողքով եմ ամենակամ լաց եմ լինում, որ այդ շեյքում տղը 29 տարի աշխատել է, միակ մասնագետ հենց այդ վարչ, ինչքան մարդ փոխվեց գնաց, այն Խոսրով Հարությունյան, Տիգրան Թորոսյան, Արմեն Խաչատրյան, բոլորի մոտ աշխատել է իմ տղան, ու հիմա ինքը չկա, շեյքը կա, ու մի քանի տականքներ, որը կարող վաշխառություն հենց իրանք Ազգային ժողովում աշխատողներն են վաշխառում, ու էլ եմ ասում ինձանով, բոլոր վաշխառուները պետք է վերանա, բոլորի թաթը այդ օրենքը պետք է օրենք տնեն,
Մահապատիժը ոչ թե գլուխը կտրեն, այլ ձեռքը կտրեն։ Շատ կներեք, որ ձեզ նորից հուզմունք եմ պատճառել, ես դիտավորյալ Ես ոչ մի բանից հիմա ինձ ինչ պետք է անեն։ Տունս վերցնեն, հա, թե ինձ բանտը գցեն, թե երեխեքից մի բան անեն։ Ամեն ինչ վերցրել են արդեն, բայց լեզուս չեն կարա փակեն։ Չեն կարա փակեն իմ լեզուն։ Ես իմ արդեն նամակ եմ պատրաստում Եվրոդատարան եմ դիմում։ Անա, ինձ ասեցին դավայ դիմենք Եվրոդատարան, ես չեմ ուզել։ 3 տարի է ինձ նույն բան ասում եմ, չէ, ամոթա։ Ամաչում եմ, որ Հայաստան ասեմ, միթե Հայաստանում օրենք չկա, իրավագիտություն չկա, մարդու իրավունք, ես դրանից եմ ամաչել, բայց ես չեմ ամաչում, որտեղ ես տղուս կորցրել եմ իրենց պատճառով։ Ու ես արդեն պատրաստում եմ, երևի հաջորդ շաբաթ կուղարկեմ արդեն նամակը Եվրոդատարան։ Այսքան, քեզ շնորհակալ եմ, արդեն հերիք այլ չենք խոսում։ Ընկերություն ջան, ժողովուրդ ջան, հայ ժողովուրդ, սիրում եմ, իրոք ես սիրում եմ հայ ժողովրդին։ Մեր հայ ժողովրդին վատեր են բրակները որ կան, որ դրսում տանես էլի լավն են։ Բայց ընդ մի քանի օծեր կան, վիժվածքներ կան, դրանք պետք է սատկեն, այդ օծերին պետք է լավ ճզմես, բոլորին հավաքես, տանես մի հատ փոսի մեջ գցես, բենզինը լցնես վրան ու վառես։ Ու հերու գնաց այդտեղից, հերու գնաց, որ այդ ճտոցն ու պատոցը դրանց հոտերը բրդ չգա։ Ու այնքան հող լցնես վրան, հետո մազութ լցնես, հետո բիտոն անես, հետո երկար տնես վրան, էլի նորից բիտոն անես, որ դուրս չգա մի հատ էլ օծեն օծի ճտերը։ Այո, որտեղ ես իրոք հրաշք տղա եմ կորցրել։ Բոլոր մամաների համար իրենց տղաներ ամենայն, ես դե շատ լավ եմ հասկանում, իրոք են շատ հրաշք տղաներ կորան, բայց իրանք ուրիշ են, այդ 18-19 տարեկանը իրանք միշտ կան, Հայաստանի համար իրանք Հայաստան պահող են, այդ մամաներն էլ հերոս են, բայց այս հարցը, որ սենց անարդարության զոհ դարավ, Աննայից շատ շնորհակալ եմ, որովհետև ես պորտկացի այսօր է Լուսինը խոյում է ու աղեղնավորում ենք մինչև 22 դեկտեմբերի, հիմա շատ ուժեղ մոլորակները, այսօր պարատ պլանի աստրալ զորքերի պատերազմա գնում այսօր, աստրալ զորքերի վեճերա գնում, լաբիրիթոսնա, վահաննա, ամեն մարդու ձերքնա ու արդար ձևով պետ ամեն ինչ գնա, որտեղ այս կնոջ ասացնել էր արդար, նա ոչ մեկի ոչ սովորացածներ, ոչ ինքը տենց որոշել էր։ Ու ես էլ այսօր պայթեցի, այդքան փակ թիվում ես խոսել եմ, իմ բերանանդը շատ եմ փակել, դրա համար եմ դուրս եկել ընկերություն ու շորտ, իմացեք ինձ ասում ես ինչ ես դուրս եկել, որտեղ իմ բերանանդը շատ եմ փակել, չեն թողել, որ ես խոսեմ։ Մենակ ասում են, էլի սրանք կանչեցիր Նիկոլին գովքն անելուց, ես Նիկոլին չեմ գովում։ Եթե գովում եմ էլ լավ եմ անում, ես երբեք մարդկանց հենց այնպես չեմ գովում, եթե գովեցի ուրեմն տեղ ունի գովելը։ Այք ասում եմ հանգիստ թողեք վարչապետին, թող աշխատի։ Իսկ վարչապետը տուն տավող չի, այդ իր գործնեության մեջ չի։ Այս կնոջ հարցը այսօրվա որ բարձրացրեց, ինձանով ես ուզում եմ այդ օրենք աշխատի, որտեղ վաղուց 10 թվականից այսկում անդադ ես ասել եմ վաշխառություն, ոստիկանություն էլ են դիմել, բոլորն ինձ ասում են չկա այդ օրենքը վաշխառության, ասա խարդախություն։ Ես գնացել եմ դատախազություն այն ժամանակ Աղվան Հովսեփյանն էր։ Էլի նորից ասում են, որ չկա վաշխառության օրենք, ասում են, բա ինչ կա։ Ինչ կա 12 հոգի է Արտյոմ Հովհաննիսյան, ասեմ, Արտյոմի փողերը չի, այնտեղ կան մարդիկ, դրանց անունները չեմ կարող հիշեմ, ես ոչ մեկին չեմ հիշում։ Միթե չեն կարողանում գտնել այդ ինչի չեն կարողանում, դատախազնիկն է ինձ այդ բանն ասում։ Ու ես տարել եմ ցուցակեն կենտրոնի դատախազություն, ցույց եմ տվել ցուցականուն, ազգանուններով, անուններով, փողի չափի ինչքան գումար են վերցել այդ մարդկանցից, Արտյոմը Անմիջապես դատախազնացից սա քրեական գործ է, ուղարկել է քննչական, հետո Արտուր Դավթյան այդ ժամանակ ինքն էր քրեական գործ է հարուցել, Արտյոմի վրա
մի 2-3 տարի հետո չգիտեմ էլ երբ, ու այդպես լրված է ոչ մի բան, մարդ առուկ-փառուկ ապրում է։ Ու հետո ես մեր հարցը ինձ դրեցին սնանք ճանաչեցին, տունը դրեցին աճուրդի, որտեղ մենք չենք մասնակցել, էլի ծածկա տնփոցի արեցին իրանց կառավարիչի հետ Կամու Հարոյան եւ Սուկոյան դատավոր կաշառակեր, ամբողջ ասենց փագեցին, որտեղ իրանք այնքան սրիկ այն իրանք այտենց գործեր են միշտ արել, որ իրանք բոլոր այդ օրենքները գիտեն, իրանք այնպես են գրում անում, որ այդ բողոքեմ ես բողոքելու տեղ չունենամ, նախ որ բավականին էժան վաճառել են, ու այդ գործը գնահատողը Գյումրիում է, Գյումրին ինչ գործ ունի ստեղ այդ, հետո պարզում են, որ այդ գնահատողը հիմնարկը լուծարվել է, որ իրավունք չունի անելու, գնացին կնդեղ էլի քրեական գործ հարուցեցին, էլի ֆրացրեցին, փագեցին թվերը, չգիտեմ ոնց արեցին, որ իբր մեզանից առաջ է, մեզանից հետո է եղել այդ լուծարված այդ թիմը, այն էլ ընդեղ խաբեցին, մի խոսքով միջև հիմա մեզ խաբել են, ու շատ մարդկանց խաբել են, շատ մարդկանց, իրանց ձեռքն ամեն ինչը, հենց կառավարություն նստող, ինչ էր այդ ազգանունը Հովիկ Աբրամյանի ժամանակվանից, այդ ժամանակը նրանց առաջել է եղել, որ աշխարհուները տեղ են եղել, ու հենց իրանք էլ այդ օրենքները փակում են ու չեն թողել, որ խելոք մարդիկ կարողանան դրա տեղ ունենան ու ամեն ինչը ձեռք։ Այդ ինչ հիմարություն է, որ այն Մալիբուլի շենքը մի հոգու վրա կարան այդ մի քանի հոգու վրա այդ մի բնակարանը վաճառեն։ Ու հետո էդի մնկերուն էլ անդեղ եղել տուժված։ Էլի նորից փող ուսեցին, որ էլի տուր տնենք, որ նորից հետո քո փողը քեզ տան։ Ահագին գումաններ վերցեցին, այդ աղջիկը մնաց անտուն։ Իր ամուսնու հետ, էս է մեր երկիրը։ Ագա, չկշտացած, սրիկա, ամբարտավան, իրանց երեխեքը օծի վաստակներ, որ մեծամասնությամբ նարկոման են ու խաղամոլ ու գոմոսեքսուալիստ, ես ասի շատ համարձակ եմ դառը, թող մեկն ասի դու սխալ ես դա ասում։ Խաղամոլներ, կազինոներ, մարդիկ մնում են անտուն, այդ փողերի գիտեն թե պետք է այդքան ասել եմ տղաներ ջան, ու աղջիկներն էլ են հիմա խաղում, մի գնացեք կազինո, դուք խաբնվելու եք, դուք չեք շահելու, դուք ամեն ինչ կորցնում եք։ Դու հիմա կարաս 1000 դրամ շահես, հետո այդ 1000-ը դնես 3000 դու կտուժվես։ Մի արեք այդ հարուստին մի հարստացրեք։ Սուպերմարկետներից ապրանքներ մի առեք, որտեղ դա ցանց է։ Գնացեք այն խեղճ ժողովրդից ապրանք առեք։ Դուք հարուստին ավելի հարստացնում եք, որտեղ մենք քաղքենի ենք, մենք ամբարտավան ենք, մենք սենց լոպաս բրենդային խանութներից հյուսիսայինի վրա խանութներից դուրս են գալի, որ տես ես խանութից դուրս եկա, ոնց որ հեռու մի պապի մոտից ես դուրս գալի։ Այդ չենք մենք լոպաս ասք։ Լոպաս ինչքան լվայ անան, ոնց շնորհակալ եմ աննայից։ Էս ինչ եթեր դուրս եկավ այսօր, էս ինչ եթեր, դե շնորհակալ եմ։ Ես մի բան ձեզ շատ եմ խնդրում, շատ եմ խնդրում, կընդունեք, չեք ընդունի ինձ, այն չեմ էլ ուզում ես դրանց աններ ասեմ, 200 գրամանոցները, այս եթերը շատ եմ խնդրում, տարածեք, ինչքան կարաք տարածեք դուք, թող ամբողջ համացանցը լծվի, իմ ընկերությունը շատ է, 16000 իսկի չեմ էլ նայել, երեք եմ նա ինձ ասեցին, այդքան պատվիսչիկներ կան արդեն, թող տարածվի ամբողջ, որ իմանան Բալքինգնի վարչապետի ականջը, Բալքինգնի Տատախազի ականջը, նրանք այնքան զբաղված են, որ ժամանակ չունենալու, բայց ես որքանով գիտեմ վարչապետը բոլոր այս նամակները, բաները, որ ուղարկում ես սաղ կարդոմագետը, հետո մարդիկ կան, որ իրան հասցնում են ամեն։ Տեսնենք, արձանական գտան, որ իմ միջոցով վաշխառուների թաթը կտրվի խստագույն։ Ոչ թե ստեղից մսնեն, ընդեղից հանեն, ստեղից մսնեն, ընդեղից հանեն։ Եվ այդ օրենքը վերջապես աշխատի խիստ։ Մեր բոլոր, մենք լավ օրենքներ ունենք, բայց թղթի վրա է։ Թող բոլոր օրենքները, որոնք որ արված, ու սահմանադրությունը պետք է փոխվի։ Մեր օգուտի ժողովուրդ Հայաստան օգուտին պետք է սահմանադրություն լինի, որ ես դա ասել եմ 16 թվականին։ Որ բոլոր օրենքները թղթի վրա ինչ որ գրված է, դրանք աշխատեն, որտեղ էլ եմ ասում, այս Տատախազին երիտասարդ աղջկան իր պահվածքի գրագիտության չափը ես իրանք շատ եմ լսում եւ շատ հավանում եմ, իրոք, հենց իր պահվածքով իր պարկեստությամբ Տա Աստված, որ
Տիկին Վարդապետյան ջան, աղջիկ ջան, խնդրում եմ այդ օրենքները աշխատացրու, դու ոտքի ես կանգնել ու միջև էջ պայքարի անվախ, որտեղ քեզ ոչ ոք ոչինչ չի կարող անել, անկեղծ ասում եմ, ես քո գարասկոպը նայել եմ, քեզ ոչ ոք ոչինչ չի կարող չվախենաց ոչ մի բանից, դու տնտրված ես, որպես ես երկիրը բերես օրենքի, Արա, ես տեսել եմ իմ հասակի տղամարդիկ ղեկավար ոնց են քեզանից քաշվում, որտեղ դու գիտելիք ունես, դու կիրթ ես, դու ոչ մի ավելորդ բան չունես։ Այն մնացած նախարարների հետ ես գործ չունեմ, հենց քեզ եմ ասում, որտեղ քեզ տեսնում են դու ինչպեսին ես։ Վարչապետն էլ ինքը գիտի ինչ կանի, որպես երկրի վարչապետ։ Սպասենք առաջ Աստված, ստեսություն ձեզ։